Շարունակում ենք միասին ուսումնասիրել Քրիստոսաբանության վարդապետությունը։ Այս վարդապետության ճիշտ ընկալումից է մեծապես կախված մեր քրիստոնեական կյանքի որակը, մեր երկրպագությունը, մեր սերը Քրիստոսի հանդեպ եւ մեր հնազանդությունը նրան։ Եթե մենք ճիշտ չենք հասկանում, թե ով է Քրիստոսը եւ ինչ է նա կատարել մեզ համար, ապա չենք կարող լիարժեք սիրել նրան, հնազանդվել նրան եւ արժեվորել նրա փրկարար աշխատանքը։ Ահա թե ինչու Քրիստոսաբանությունը պարզապես աստվածաբանական թեմա չէ։ Սա եկեղեցու կյանքի կենտրոնն է։ Այո, Հիսուսի եկեղեցու առաջնային նպատակը Քրիստոսին ճանաչելն ու Քրիստոսին հռչակելն է։ Եվ որքան Աստված մեզ կյանք տա, այս եկեղեցու մենք շարունակելու ենք սովորել եւ փոխանցել Քրիստոսաբանությունը։ Գիտեք ինչու։ Որովհետեւ մեր նպատակն է, որ մենք բոլորս մեկ եկեղեցի ավելի խորը արմատներ գցենք Հիսուս Քրիստոսի ճանաչողության մեջ։ Եկեղեցու կյանքի կենտրոնը միշտ եղել է եւ պետք է լինի Հիսուս Քրիստոսը։ Եվ եկեղեցուն առողջ պահում է հենց Քրիստոսաբանության վարդապետությունը։ Ցավոք այսօր շատ եկեղեցիներ կոչված կառույցներում հենց դա է կորել։ Քրիստոսի մասին խորը եւ աստվածաշնչյան ուսուցումը փոխարինվել է արտաքին երևույթներով եւ զգացմունքային շոուներով։ Այնտեղ ամեն ինչ կա, բացառապես ամեն ինչ, բեմական էֆեկտներ, բարձր երաժշտություն, հատուկ օծված առարկաներ, յուղերի ու տարբեր օրնված նյութերի տարածում, մարդկանց զգացմունքները գրգռող ներկայացումներ։ Բայց հաճախ ամենակարևորը բացակայում է Քրիստոսի մասին պարզ, հստակ եւ աստվածաշնչյան ուսուցումը։ Հիսուսի մասին ուսուցումը փոխանցվել է անիմաստ հռչակումներով, գոռոցներով, անհասկանալի ձայներով եւ մարդկանց ուղղված տարօրինակ հրահանգներով։ Պտտվիր կողքիդ մարդու կողմը, ասա սա հռչակիր այն։ Բեմերը, որոնք պետք է բարձրացնեն Քրիստոսին, հաճախ դարձել են մարդկանց մեծարելու վայր։ Այնտեղ պատմում են անձնական պատմություններ, ներկայացում են տարօրինակ երազներ, որտեղ մարդը ինքն իրեն է փառավորում եւ ակնկալում մարդկանց հիացմունքն ու մեծարանքը։ Վերջերս մի տեսանյութում տեսա, թե ինչպես է Գոր Մեխակյանը խաղում իր հերթական դերը, պատմելով, որ ինչ-որ մեկը, հավանաբար իր եկեղեցու քույրերից մեկը, երազում տեսել է մեծ բազմություն, որը իրար խառնված հերթ է կանգնել, գիտեք ինչի համար, որպեսզի լվանա նրա ոտքերը եւ ստանա օծություն։ Այսպիսի պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են բեմերը օգտագործվել մարդկանց ուշադրությունը Քրիստոսից շեղելու համար, եւ ինչպես կարող են գերվել պարզամիտների մտքերը, ինչպես Պողոս առաքյալն էր զգուշացնում։ Ավելին, նա ասում է, որ այլևս չի քարոզում, թե հավատացյալը պետք է ամուսնանա հավատացյալի հետ։ Ասում է, ժամանակին էի այդպես ասում, մտածում, բայց հիմա կարծում է, որ կարելի է ամուսնանալ պարզապես բարի մարդու հետ։ Եվ մենք Աստվածաշնչից գիտենք, որ բարի ոչ մեկը չկա, Հռոմեացիս թուղթն է ասում։ Սակայն Աստծո խոսքը հստակացնում է, որ հավատացյալը պետք է ամուսնանա Տիրոջ մեջ։ Երբ մարդը փոխում է այսպիսի պարզ եւ հստակ ուսուցումը, հարց, արդյոք դա Աստծո խոսքի խեղաթյուրում չէ։ Արդյոք Հիսուսի ուսուցումները ծռելը, փոխելը հերձվածողություն չէ։ Ես չգիտեմ, թե դուք ինչպես եք մտածում, ինչպես եք արձագանքում, բայց ես մեծ համարձակությամբ եւ Սուրբ գրքի հեղինակությամբ հայտարարում եմ հերձվածողություն։ Գաղատացիս 1:8։ Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ Տեսնում եք, որ ավետանը փոխելը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, սխալմունք չէ, այլ նզովք։ Երկրորդ Պետրոսի մեջ, երկրորդ գլուխ առաջին համար։ Ձեզ մեջ էլ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք գաղտնապես կմցնեն կործարանար հերձվածներ։ Տեսնում եք ովքեր են հերձվածները։ Նրանք, ովքեր փոխում են վարդապետությունը։ Նայեք Պողոս առաքյալի պատվերին, 2 Տիմոթեոս 1:13 համար։ Ինչ ինձանից լսեցիր, ամուր պահիր, ինչ ինձանից լսեցիր, որպես ողջամիտ խոսքերի օրինակ, հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Սիրելի եղբայրս եւ քույրս,
տեսնում ես ոչ թե փոխել, այլ պահպանել, ոչ թե ուղղել, այլ հնազանդվել, ոչ թե թարմացնել, այլ խոնարհվել։ Որտեղ ենք տեսնում, որ առաքյալները պատմեին իրենց փառավոր երազները կամ ներկայացնեին իրենց որպես մեծարանքի արժանի անձեր։ Որտեղ ենք տեսնում, որ նրանք քարոզեին Հիսուսի ուսուցումներին հակառակ բաներ։ Չենք տեսնում, որովհետև առաքյալների ծառայության կենտրոնում միշտ եղել է Քրիստոսը եւ նրա ավետարանը։ Եվ նմանատիպ ուսուցում կարելի է լսել նաև Արման Մանուկյանից, ով Էմանուել եկեղեցու սպասավորներից մեկն է։ Գիտեք ինչ է ասում։ Ասում է, որ դևերը չեն վախենում Հիսուսից, այլ վախենում են Հիսուսի անունը կրող մարդկանցից։ Սակայն մենք մերժում ենք այս ուսուցումը, որովհետև Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սատանան եւ նրա ողջ բանակը դողում են Քրիստոսի իշխանության առաջ։ Եվ ոչ միայն մերժում ենք, այլ կոչում ենք դիվային ուսմունք։ Սակայն վերոնշյալ գործողությունները եւ այս պիղծ ուսուցումները ոչ մի կապ չունեն Հիսուսի ճշմարիտ ավետարանի պարզ եւ խորը ճշմարտությունների հետ։ Իսկ իրական եկեղեցին իմաստավորի երեցների գլխավորությամբ կոչված է ոչ թե մարդկանց զվարճացնելու, այլ Քրիստոսին ճանաչելու եւ Քրիստոսին հռչակելու։ Եկեղեցին ուժեղ է ոչ թե աղմուկով, ոչ թե հռչակումներով, այլ այն ժամանակ, երբ նրա կենտրոնում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Երբ բեմը լցվում է մարդկանցով, ինչ է լինում, Քրիստոսը մնում է ստվերում, բայց երբ Քրիստոսը բարձրացվում է բեմերում, մարդիկ են փոքրանում։ Այդ ինչ է գրում Պողոս առաքյալը, առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 2-րդ համար։ Որովհետև ես մտադրված եմ ձեր մեջ ուրիշ ոչինչ չիմանալ, բացի Հիսուս Քրիստոսից եւ նրան խաչյալ։ Ահա թե ով էր Պողոս առաքյալի քարոզչության կենտրոնը, Հիսուս Քրիստոսը եւ նա խաչվածը։ Եվ այս կենտրոնը երբեք չփոխվեց։ Պողոս առաքյալը երբեք չհոգտեց Հիսուսին քարոզելուց։ Նա նույն Քրիստոսին եւ նույն ճշմարտություններն ու վարդապետություններն էր հռչակում բոլոր եկեղեցիներում։ Ով անմիտ գաղատացիներ, Գաղատացիս 3-րդ գլուխ 1-ի համար, ով ձեզ հրապուրեց, որ դուք չհնազանդվեք ճշմարտությանը, եւ ձեր աչքերի առջև Հիսուս Քրիստոսը ձեր մեջ հստակորեն խաչված պատկերվեց։ Աթեում եւ ինչպես էր քարոզել Պողոս առաքյալը Գաղատիայում։ Երբ նա եկավ Գաղատիայի եկեղեցիները, նա նրանց զվարճացնելու կամ տպավորելու համար չէր եկել։ Նա չէր եկել հատուկ ազդեցիկ մեթոդներով մարդկանց գրավելու։ Նրա քարոզչության կենտրոնը մեկն էր՝ Հիսուս Քրիստոսը եւ նրա խաչը։ Այսօր էլ այս նույն հարցը կարելի է տալ շատ մարդկանց։ Ով է ձեզ հմայել, որ դուք թողել եք Քրիստոսի պարզ ավետարանը եւ գնացվել եք զգացմունքների, երևույթների եւ մարդկային հնարքների հետևից։ Ինչու եք թողել Հիսուս Քրիստոսին եւ հետևում մարդկանց, որոնք բեմերից մարդկանց ուշադրությունը գրավում են իրենց ներկայություններով։ Եթե մարդը պարզապես տեսարանների եւ զվարճանքի հետևից է գնում, աշխարհում դրա համար շատ տեղեր կան, կենթանաբանական այգի, կրկես, բայց եկեղեցին դրա համար չէ։ Եվ առավել եւս եկեղեցու բեմը։ Եկեղեցու բեմը այն վայրը չէ, որտեղ հովիվները պետք է ցույց տան իրենց։ Եկեղեցու բեմը այն վայրն է, որտեղ հովիվները պետք է ներկայացնեն Հովվապետին, Հիսուս Քրիստոսին։ Նրա փառքը, նրա սրբությունը, նրա աստվածությունը, նրա մարդեղությունը, նրա հմայքը, նրա անկրկնելիությունը, նրա կատարյալ կյանքը, նրա խաչը, նրա փրկարար զոհը, նրա հարությունը, նրա իշխանությունը, նրա ողորմությունը, նրա շնորհը, նրա բնավորությունը, նրա արդարությունը, նրա անփոփոխ բնավորությունը եւ վերջապես նրա վերադարձի փառավոր խոստումը։ Համար եթե մի վայրում Քրիստոսը եւ իր խաչը չի քարոզվում, եթե մարդիկ չեն սովորում, թե ինչ արեց Հիսուսը նրանց փրկության համար, ապա որքան էլ այնտեղ աղմուկ լինի, զգացմունք եւ երևույթներ, դա չի կարող փոխարինել ավետարանին եւ կոչվել պաշտամունք։ Եկեղեցին, խնդրում եմ ուշադիր, կանգուն է ոչ թե փորձառությունների վրա, այլ բացառապես Հիսուս Քրիստոսի խաչի։ Եկեղեցին կանգուն է ոչ թե երազների, տեսիլքների, հռչակումների վրա, այլ քրիստոսաբանության վարդապետության եւ մյուս աստվածաշնչյան վարդապետությունների, որոնք որ կառուցված են առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա։ Այսօր շատ տեղերում եկեղեցիներ լցված են աղմուկով, ծրագրերով, շոուներով,
Բայց մի բան է պակասում։ Հիսուս Քրիստոսի մասին պարզ, հստակ աստվածաշնչյան ուսուցումը։ Այսօր շատ եկեղեցիներում մարդիկ կարող են ժամերով լսել երաժշտություն, տեսնել տարբեր երևույթներ, մասնակցել տարատեսակ գործողությունների, բայց այնտեղից դուրս են գալիս ինչպես առանց ավելի լավ ճանաչելու Հիսուս Քրիստոսին։ Այդ պատճառով ինչ որ այսօր լսենք եւ սովորենք, սիրելի եղբայրս եւ քույրս, թող այն օրհնություն լինի մեզ համար։ Թող այն օգնի մեզ ավելի խորությամբ ճանաչել Հիսուս Քրիստոսին, ավելի բարձր գնահատել նրա կատարյալ հնազանդությունը եւ ավելի խորությամբ հասկանալ նրա խաչի տառապանքի նպատակը իմ եւ քեզ համար։ Եվ երբ քարոզը կավարտվի, կարևոր չէ, որ ես կամ որևէ քարոզից ստանա ծափարություններ կամ մեծարանք։ Սա ասելով չեմ ուզում ասել, որ դուք պետք չէ քաջալերեք ձեր եղբայրներին։ Այո, դա տեղին է եւ երբեմն նույնիսկ անհրաժեշտ, թե դուք դա անում եք։ Բայց իրականում ցանկացած քարոզ հաջողված է համարվում այն ժամանակ, երբ դրա արդյունքում շողշողում է Հիսուս Քրիստոսը, երբ երևում է նա իր ողջ գեղեցկությամբ եւ մարդկանց սրտերում հնչում է միայն մեկ միտք. որքան հիասքանչ է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Հիշեք, եթե մի եկեղեցում շատ բան կա, բայց այնտեղ Քրիստոսը չի քարոզվում, չի բացատրվում եւ չի մեծարվում, ապա այդ ամենը պարզապես աղմուկ է, ոչ թե իրական ծառայություն Աստծուն։ Իրական եկեղեցին ճանաչվում է ոչ թե բեմի լույսերով, ոչ թե բարձր ձայնելով, այն նրանով, որ այնտեղ Հիսուս Քրիստոսը բացվում է սուրբ գրքից եւ մարդիկ աճում են նրա ճանաչողության մեջ։ Դրա համար, եթե դու այսօր լսում ես այնպիսի քարոզիչների, ովքեր մարդկանց ուշադրությունը շեղում են Քրիստոսից եւ նրա ավետարանից, ապա ես ձեզ հորդորում եմ շատ լուրջ մտածել ձեր հոգու մասին։ Եթե մի վայրում Հիսուս Քրիստոսը չի քարոզվում Աստվածաշնչից, եթե նրա խաչը չի բացատրվում, եթե մարդիկ չեն սովորում, թե ով է նա եւ ինչ է նա արել նրանց փրկության համար, ապա այդ վայրը չի կարող ձեր հոգու համար լինել անվտանգ տեղ։ Ասեմ ավելին, այդպիսի ուսուցումների տակ մնալը չափազանց վտանգավոր է։ Գիտեք ինչու, որովհետեւ մարդը կարող է տարիներ շարունակ մտածել, թե ճանաչում է Հիսուսին, բայց իրականում երբեք չճանաչել ճշմարիտ Քրիստոսին, ինչպես նա ներկայացված է Սուրբ գրքում։ Դրա համար եթե դուք գտնվում եք այնպիսի եկեղեցում, որտեղ ավետանը փոխարինվել է մարդկային հնարքներով, զգացմունքներով, տեսարաններով, մտածեք, հարց տվեք ձեզ, արդյոք դա ձեզ մոտեցնում է Քրիստոսին, թե հեռացնում է նրանից։ Քանի որ միայն այն վայրը, որտեղ քարոզում է Աստվածաշնչի Հիսուս Քրիստոսը եւ նրա խաչը, կարող է օգնել մարդուն իսկապես ճանաչել նրան, նմանվել նրան եւ ամենակարևորը արտացոլել նրա բնավորությունը։ Եվ գիտեք ինչու է սա այդքան կարևոր, որովհետեւ եկեղեցին այն վայրն է, որտեղ հավաքվում են գառներ, ովքեր հոգնած են, սոված, վնասված, կոտրված, ճնշված, հուսալքված եւ հիասթափված այս աշխարհից։ Նրանք գալիս են, որ ինչ անեն, որ գտնեն ուժ, հույս, մխիթարություն։ Եվ այդ ամենի լավագույն աղբյուրը եւ իրական կերակուրը մեկն է՝ Հիսուս Քրիստոսը։ Միայն նա է, որ կարող է զորացնել հոգնածին, բարձրացնել ընկածին եւ հույս տալ հուսահատին։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ հովիվը կերակրում է Քրիստոսի գառներին, ինչպես Աստծո խոսքով։ Այստեղ հավաքվում են գառներ, որոնք կարիք ունեն իրենց հովվապետի ձայնը լսելու, այլ ոչ թե այստեղ հավաքվում են այծեր։ Հիսուսն ասաց Հովանու 10:27. Իմ ոչխարները իմ ձայնը լսում են։ Եվ հիմա հարց մտորելու համար, դու քո գտնված եկեղեցում լսում ես Հիսուսի ձայնը։ Ոստի եկեք հիմա նորից վերադառնանք ավետանի սրտին, Հիսուսի կատարած աշխատանքին եւ հիշենք, թե ինչ ենք հասկանում փրկագնում ասելով։ Եկեք միասին կենտրոնանանք Հիսուսի եւ նրա կատարած փառահեղ աշխատանքի վրա։ Թող այսօր մեր սրտերը բորբոքվեն Հիսուսի սիրով, փրկագնման աշխատանքով եւ նրա գեղեցկությամբ։ Սակայն ինչ կանցնենք մեր այսօրվա ուսումնասիրությանը, եկեք միասին հիշենք, թե ինչ ենք հասկանում փրկագնում ասելով։ Փրկագնումը այն աշխատանքն է, որը Քրիստոս կատարեց իր կյանքով եւ իր մահով, որպեսի վաստակի մեր փրկությունը։ Փրկագնումը այն աշխատանքն է, որը Քրիստոս կատարեց իր կյանքով եւ իր մահով,
Ինչու համար, որպեսզի վաստակի մեր փրկությունը։ Եթե հիշում եք, նախորդ անգամ մենք ուսումնասիրեցինք փրկագնման պատճառները, որոնք էին Աստծո սերը եւ արդարությունը։ Եվ փրկագնման անհրաժեշտությունը ուսումնասիրեցինք, նշելով, որ իրականում անհրաժեշտություն չկար մարդուն փրկելու եւ արդար կլիներ ընկած հրեշտակների պես հավերժական դատապարտության։ Բայց Աստված իր մեծ սիրո մեջ անհրաժեշտություն գտավ փրկելու մեղավոր մարդուն Հիսուսի փրկագնման անփոխարինելի աշխատանքի միջոցով։ Եվ այսօր այս քարոզում մենք կտեսնենք, կքննարկենք Քրիստոսի աշխատանքի երկու կողմերը։ Այսինքն այսօր ուսումնասիրելու ենք փրկագնման էությունը կամ բնույթը։ Եվ առաջին, Քրիստոսի հնազանդությունը մեզ համար, որում նա հնազանդվեց օրենքի պահանջներին մեր փոխարեն եւ կատարելապես հնազանդ էր հոր կամքին որպես մեր ներկայացուցիչ։ Եվ երկրորդը, Քրիստոսի տառապանքները մեզ համար, որոնցում նա ընդունեց մեր մեղքերի պատիժը եւ արդյունքում մահացավ դրանց համար։ Մի կարևոր ճշմարտություն եմ ուզում նշենք եւ անցնենք ուսումնասիրությանը։ Կարևոր է նշել, որ այս երկու կատեգորիաներում էլ Քրիստոսի փրկագնման գործի հիմնական շեշտադրումը ոչ թե մեզանում է, այլ հոր Աստծո մեջ։ Հիսուսը հնազանդվեց հորը մեր փոխարեն եւ կատարյալ կերպով կատարեց օրենքի բոլոր պահանջները։ Նա տառապեց մեր փոխարեն եւ ոչ միայն տառապեց, այլ կրեց այն պատիժը, որը Հայր Աստված նախատեսել էր իմ եւ քո համար։ Այսինքն երկու դեպքում էլ փրկագնումը դիտվում է որպես օբյեկտիվ գործողություն, այսինքն որպես գործողություն, որն առաջին հերթին ազդում է Աստծո վրա։ Մեզ հետ այն ունի միայն երկրորդական կապ, եւ այն էլ միայն մեկ պատճառով, որ Հայր Աստծո եւ Որդի Աստծո միջև տեղի է ունեցել որոշակի գործողություն, եւ որն էլ ապահովել է իմ եւ քո փրկությունը։ Եկեք միասին ուսումնասիրենք Քրիստոսի աշխատանքի առաջին կողմը՝ Քրիստոսի հնազանդությունը մեզ համար։ Քրիստոսի հնազանդությունը մեզ համար։ Եկեք հիմա մտածենք Քրիստոսի աշխատանքի առաջին կարևոր կողմի մասին։ Սա այն է, ինչ աստվածաբանները հաճախ անվանում են Քրիստոսի հնազանդությունը մեզ համար։ Եկեք մի բան մտորենք մի կարևոր հարցի շուրջ։ Եթե Հիսուս Քրիստոսը մեզ համար պարզապես մեռներ խաչի վրա եւ մեր մեղքերը ներվեին, հարց, ինչ վիճակում կլինեինք մենք Աստծո առաջ։ Արդյոք մեր մեղքերը ներված կլինեին։ Միշտ դուք կմտածեք ասեն, որ այո։ Բայց երկրորդ հարցն է առաջ գալի։ Արդյոք մենք կունենայինք արդարություն։ Եվ պատասխանն է ոչ։ Մենք պարզապես կմնայինք բարոյական չեզոք վիճակում, որտեղ մեղքը ներված է, բայց արդարություն դեռ չկա։ Եվ այս վիճակը շատ նման կլիներ Ադամի եւ Եվայի վիճակին միջև նրանց անկումը։ Նրանք մեղք չունեին, բայց դեռ պետք է ապացուցեին իրենց լիակատար հնազանդությունը Աստծուն, որպեսզի հավիտյան հաստատվեին նրա սուրբ ներկայության մեջ։ Ուստի, որպեսզի մեզ համար վաստակի ոչ միայն մեր մեղքերի թողություն, այլ նաև արդարություն, Քրիստոսը պետք է ապրեր ամբողջ կյանքը կատարյալ հնազանդության մեջ։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հնազանդվեց Աստծո օրենքին մեր փոխարեն, որպեսզի իր կատարյալ հնազանդության արժանինքները ինչ լինեն, վերագրվեն մեզ։ Համար Պողոս առաքյալը Փիլիպպեցիս 3:9 համարում այսպես է գրում. Գտվել Քրիստոսի մեջ, ունենալով ոչ թե սեփական արդարությունը, որ օրենքից է, այլ այն արդարությունը, որ Աստծուց է հավատով։ Տեսնում եք Պողոս առաքյալի մտածելակերպը։ Նա գիտակցում էր, որ փրկությունը նշանակում է ոչ միայն մեղքերի թողություն, այլ նաև Քրիստոսի արդարության վերագրում։ Եվ ինչպես էր դա հնարավոր։ Միայն Քրիստոսի միջոցով։ Նա չէր վստահում իր արդարությանը։ Նա ուզում էր ունենալ Քրիստոսի արդարությունը։ Եվ այդ պատճառով էլ առաջի Կորինթացիս 1:30 համարում նա գրում է, որ Քրիստոսը դարձավ մեր համար ինչ? Արդարություն։ Եվ այս ճշմարտությունն ամփոփվում է Հռոմեացիս 5:19 համարում։ Հռոմեացիս 5:19 որտեղ ինչպես մեկ մարդու հնազանդությամբ շատերը մեղավոր դարձան, այնպես էլ մեկի հնազանդությամբ
շատերը պիտի արդարանան։ Տեսնում եք հակադրությունը։ Ադամի անհնազանդությունը մեզ ինչ արեց, դարձրեց մեղավոր, բայց Քրիստոսի հնազանդությունը մեր փոխարեն ինչ արեց, մեզ արդարացրեց։ Սակայն որոշները պնդում են, թե Քրիստոսին բավարար էր միայն մեռնել մեր փոխարեն, բայց այս տեսակետը չի բացատրում, թե ինչպես է նա դարձել մեր արդարությունը Աստծո առաջ։ Հիշում եք Հիսուսը Հովհաննես Մկրտչին ինչ ասաց, Մատթեոս 3:15 համար։ Մեզ վայել է ինչ անել, ամբողջ արդարությունը կատարել։ Ցույց տալով, որ իր կատարյալ հնազանդ կյանքը անհրաժեշտ էր ոչ թե իր համար, այլ անհրաժեշտ էր իմ եւ ձեզ համար։ Հետևաբար Քրիստոսը կարիք չուներ վաստակելու Աստծո բարեհաճությունը իր համար։ Դա իր համար չէր։ Գիտեք ինչու։ Քանի որ նա հավիտենությունից սիրելի որդին էր։ Նա ապրեց կատարյալ հնազանդությամբ որպես մեր ներկայացուցիչ եւ մեր գլուխ, որպեսզի մենք ունենանք արդարություն, որով կարող ենք ընդունվել Աստծո առաջ եւ ունենալ հավիտենական կյանք։ Դամա եթե Քրիստոսին անհրաժեշտ լիներ միայն անմեղություն, նա կարող էր մեռնել ցանկացած տարիքում, բայց նրա երկարատև հնազանդ կյանքը ցույց է տալիս, որ մեզ համար անհրաժեշտ էր ոչ միայն անմեղ զոհ, այլ նաեւ կատարյալ հնազանդություն։ Եվ այս ուսմունքը, այս վարդապետությունը մեզ կանգնեցնում է կենսական հարցի առաջ։ Ում արդարության վրա ենք մենք հույս դնում Աստծո առաջ կանգնելու համար։ Մեր սեփական թե Քրիստոսի։ Համար հիշեք, մեր փրկության միակ հույսը Քրիստոսի կատարյալ հնազանդությունն է, որը հավատով վերագրվում է մեզ։ Այսպիսով Քրիստոսը մեզ փրկեց ոչ միայն իր մահվամբ, այլ նաև իր կատարյալ հնազանդ կյանքով։ Եվ սա Քրիստոսի փրկարար աշխատանքի առաջին կողմն էր, նրա կատարյալ հնազանդությունը մեզ համար։ Հիմա հարց. դու գիտակցում ես, որ քո անհնազանդությունը երբեք չէիր կարող փոխհատուցել քո սեփական հնազանդությամբ։ Դու հավատում ես, որ քո փոխարեն կատարյալ հնազանդ կյանք ապրես Հիսուս Քրիստոսը։ Դու հասկանում ես, որ Աստծո առաջ ընդունվելու քո միակ հույսը Քրիստոսի արդարությունն է, ոչ թե քո սեփականը։ Դու գիտես, որ այն արդարության վերարկուն, որով այսօր կարող ես կանգնել Աստծո առաջ, դա Քրիստոսի վաստակած արդարությունն է։ Երբ Աստված նայում է քեզ, ինչ է նա տեսնում։ Քո գործերը, թե Քրիստոսի արդարությունը։ Դու փորձում ես քեզ ընդունելի դարձնել Աստծո առաջ, թե արդեն հանգստանում ես Քրիստոսի կատարյալ հնազանդության մեջ։ Դու դեռ աշխատում ես քեզ փրկելու համար, թե արդեն երկրպագում ես Հիսուսին իր ձրի շնորհի համար։ Քո փրկության հույսը Քրիստոսի կատարած գործն է, թե քո կատարելիք գործերը։ Իսկ եթե քո հույսը Քրիստոսի արդարությունն է, հարց. ապրում ես արդյոք այնպիսի կյանք, որը պատվում է այդ փրկությունը, փրկության հեղինակին եւ կատարողին։ Ասեմ, որ սա Հիսուսի աշխատանքը մեր փրկության համար միայն սա չէր։ Մեր փրկությունը պահանջում էր ոչ միայն կատարյալ հնազանդ կյանք, այլ նաեւ մեր մեղքերի ամբողջ գնի վճարում, որովհետեւ Աստծո արդարությունը պահանջում էր, որ մեղքը ինչ լիներ, պատժվեր։ Եվ հենց այստեղ ենք տեսնում Քրիստոսի աշխատանքի երկրորդ մեծ կողմը։ Քրիստոսի տառապանքները մեր համար։ Քրիստոսի տառապանքները մեր համար։ Ուսումնասիրելով Քրիստոսի աշխատանքի առաջին կողմը, անմիջապես հարց է առաջանում. արդյոք միայն կատարյալ հնազանդ կյանքը բավարար է մեր փրկության համար։ Ինչ եք կարծում։ Միշտ դուք կմտորեք, ասեմ, որ ոչ։ Գիտեք ինչու, որովհետև մեր խնդիրը միայն այն չէր, որ մենք չունեինք արդարություն։ Մեր խնդիրը նաև այն էր, որ մենք ունեինք մեղք։ Եվ մեղքը պահանջում էր պատիժ։ Իսկ Աստծո արդարությունը չի կարող պարզապես անտեսել մեղքը։ Հետևաբար Հիսուս Քրիստոսը պետք է ոչ միայն ապրեր մեր փոխարեն, այլ նաև տառապեր մեր փոխարեն։ Եվ մենք Աստվածաշնչում տեսնում ենք Հիսուսի տառապանքները նրա ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ այն պատիժը, որը Քրիստոս կրեց մեր մեղքերի համար,
ընդգրկում էր մարմնական եւ հոգեվոր տառապանքները, որոնք նա ապրեց իր ողջ կյանքի ընթացքում։ Թեև Քրիստոսի տառապանքները հասան իրենց գագաթնակետին խաչի վրա նրա մահվան ժամանակ, այնուամենայնիվ նրա ամբողջ կյանքը ընկած աշխարհում եղել է տառապանք։ Բայց այսօր ես ցանկանում եմ մեր ուշադրությունը սևեռենք խաչի տառապանքներին, թե ինչպես Հիսուս տառապեց խաչի վրա եւ ինչպես Հիսուսը արեց իր աշակերտներին, երբ մոտենում էր խաչին։ Հայ եղբայր ջան, սլայդ կա, եթե կարելի է։ Եվ Հիսուս Քրիստոսը մասամբ բացահայտում էր իր աշակերտներին այն տանջանքները, որոնք ապրում էր հետևյալ խոսքերով։ Մատթեոս 26:38-ում Հիսուսը ինչ ասաց, հիշում եք, իմ հոգին մահացու տրտմության մեջ է։ Սակայն Հիսուսի տառապանքները հասան իրենց գագաթնակետին հենց խաչի վրա, որովհետև հենց այնտեղ նա կրեց մեր մեղքերի պատիժը եւ մահացավ մեր փոխարեն։ Եվ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ խաչի վրա Հիսուսը կրեց ցավի 4 տեսակ։ Եվ առաջին ցավի տեսակը, որը Հիսուսը կրեց խաչի վրա, դա ֆիզիկական ցավն էր եւ մահը։ Ասեմ, որ խաչելությունը հին աշխարհում համարվում էր ամենադաժան եւ ամենատանջալից մահապատիժներից մեկը։ Խաչված մարդը մահանում էր շատ դանդաղ։ Հիմնականում գիտեք ինչպես էր մահանում, երբ որ շնչահեղձ էր լինում։ Երբ մարդու ձեռքերը մեխվում էին խաչին, մարմնի ծանրությունը կախվում էր հենց ձեռքերի վրա, ինչի պատճառով շնչելը չափազանց դժվար էր դառնում։ Եվ շունչ քաշելու համար զոհը ստիպված էր իրեն վեր բարձրացնել ոտքերի վրա, սակայն դա եւս առաջացնում էր նոր ուժեղ ցավ, որովհետեւ մարմնի ամբողջ ծանրությունը փոխանցվում էր ոտքերին խփված մեխերին։ Եվ բացի այդ, մտրակահարության վերքերը շփվում էին խաչի փայտին, եւ դա շատ ցավոտ էր։ Եվ մեխերը սեղմում էին նաեւ նյարդերը։ Յուրաքանչյուր շունչ քաշելը դառնում էր ցավոտ պայքարի կյանք։ Համար երբեմն խաչված մարդիկ կարող էին տանջվել մի քանի օր մինչև մահանալը։ Համար մահը արագացնելու համար զինվորները հաճախ կոտրում էին խաչվածների սրունքները, ինչպես կարդում ենք Հովանու 19-րդ գլխում։ Բայց Հիսուսի դեպքում դա չարեցին։ Ինչու՞, որովհետև նա արդեն մահացել էր։ Բայց որքան էլ սարսափելի լինեն խաչելության ֆիզիկական տառապանքները, Քրիստոսի կրած ցավը դրանով չէր ավարտվում։ Խաչի վրա նա կրեց մի շատ ավելի խոր եւ ծանր բեռ։ Եվ երկրորդ ցավի տեսակը, որը Հիսուս կրեց խաչի վրա, դա մեղքը իր վրա վերցնելու ցավն էր։ Մեղքը իր վրա վերցնելու ցավը, որտեղ ֆիզիկական տառապանքից ավելի ծանր էր այն հոգեվոր եւ հոգեբանական տանջանքը, երբ Քրիստոսը իր վրա վերցրեց մեր մեղքերը։ Եվ ըստ այն համաձայն եք ինձ հետ, մենք մեր սեփական փորձից գիտենք, թե ինչ ծանրություն է բերում մեղքը։ Երբ մեղք են գործում, սրտում առաջանում է անհանգստություն, մեղավորության զգացում եւ Աստծուց հեռացված լինելու ցավ։ Բայց մտածեք այս մասին։ Հիսուսը կատարյալ սուրբ էր։ Եվ ոչ միայն կատարյալ սուրբ էր, նա ամբողջությամբ ատում էր մեղքը եւ մեղքի մասին միտք իսկ հակառակ էր նրա սուրբ բնությանը։ Բայց այնուամենայնիվ հնազանդվելով հոր կամքին եւ սիրելով մեզ, Քրիստոսը իր վրա վերցրեց բոլոր այն մարդկանց մեղքերը, որոնք պետք է փրկվեին։ Այն ամբողջ չարիքը, որը նա այդքան ատում էր, թափվեց նրա վրա։ Եվ Սուրբ Գիրքը բազմիցս վկայում է, որ մեր մեղքերը դրվեցին Քրիստոսի վրա։ Մի քանի համարներ եմ ուզում կարդալ ձեզ համար։ Եսայի մարգարեությունից։ Եսայի 53:6 Բոլորս մոլորվել էինք ինչպես ոչխարներ, յուրաքանչյուրս իր ճանապարհով էր գնում, եւ Տերը նրա վրա դրեց բոլորիս մեղքը։ 12-րդ համար։ Նա շատերի մեղքի վրա վերցրեց։ Հովանու 1:29 Ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Երկրորդ Կորինթացիս 5:21 կարծում եմ սա անգիր գիտենք։ Աստված Քրիստոսին մեղքի համար զոհ արեց։ Գաղատացիս 3:13 Քրիստոսը դարձավ մեզ համար անեծք։ Եբրայեցիներին ուղված նամակի հեղինակը ասում է Եբրայեցիս 9:28 Ինքն իրեն որպես զոհ մատուցեց, որպեսի շատերի մեղքերը վերացնի։ Իսկ Պետրոս առաքյալն ասում է. Նա մեր մեղքերը ինքն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա։ Այս բոլոր հատվածները ցույց են տալիս մի կարևոր վարդապետական ճշմարտություն,
Մեր մեղքերը վերագրվեցին Քրիստոսին։ Ինչպես Ադամի մեղքը վերագրվեց մարդկությանը, այնպես էլ Աստված մեր մեղքերի մեղավորությունը վերագրեց Քրիստոսին։ Սա չի նշանակում, որ Քրիստոսը իրականում մեղք գործեց կամ ուներ մեղավոր բնավորություն, քավլիցի։ Քրիստոսը մնաց ամբողջությամբ սուրբ եւ անմեղ։ Բայց Աստված որպես տիեզերքի գերագույն դատավոր մեր մեղքերի մեղավորության բեռը դրեց նրա վրա։ Գիտեք ինչու։ Որպեսզի նա կրի այդ մեղքերի պատիժը իմ եւ քո փոխարեն։ Եվ ոմանք ասում են, թե անարդար է, որ անմեղ Քրիստոսը կրեր ուրիշների մեղքերի պատիժը։ Չգիտեմ, լսել եք թե չէ նման արտահայտություններ։ Բայց պետք է հիշել երկու կարևոր ճշմարտություն։ Քրիստոսը կամավոր ընդունեց դա, սիրելով մեզ, ինձ եւ քեզ, եւ հնազանդվեց Հորը։ Եվ երկրորդը, Աստված ինքն է արդարության չափանիշը, եւ նա որոշեց, որ քավությունը պիտի կատարվի հենց Քրիստոսի զոհով։ Այդ պատճառով խաչի վրա տեղ ունեցածը ոչ թե անարդարություն էր, այլ Աստծո արդարության եւ սիրո կատարյալ հայտնությունը։ Բայց այս ահռելի մեղքի բեռը Քրիստոսը չկրեց մարդկանց աջակցության մեջ։ Նա այն կրեց խոր մենակության մեջ։ Եվ սա էլ մեզ տանում է երրորդ ցավի տեսակին, որը Հիսուսը կրեց խաչի վրա։ Դա լքվածությունն էր։ Երրորդ ցավի տեսակը լքվածություն։ Խաչելության ֆիզիկական ցավը եւ մեր մեղքերի բացարձակ չարիքը իր վերցնելուց հետո առաջացած ցավը սաստկանում էին այն փաստով, որ Հիսուսը այս ցավը կրում էր մենակության մեջ։ Գեթսեմանեի պարտեզում, երբ Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին, նա մասամբ բացեց իր տառապանքները նրանց առաջ։ Հիշում եք Մարկոս 14-րդ գլխում Հիսուս ասում է. «Իմ հոգին մահացու տրտության մեջ է»։ Եվ հրահանգում է նրանց. «Այստեղ մնացեք եւ եղեք արթուն»։ Այսպես անկեղծ խոսում են միայն ամենամոտ ընկերների հետ։ Եվ նրան խոսքերը ենթադրում են աջակցություն խնդրելը ծանր փորձության պահին։ Բայց երբ Հիսուսը ձերբակալվեց, բոլոր աշակերտները թողնելով նրան, ինչ արեցին։ Փախան։ Եվ այստեղ մենք տեսնում ենք խորը մարդկային մենակություն։ Նրանք ում նա սիրեց եւ ում հետ քայլեց 3.5 տարի, թողեցին նրան ամենադժվար պահին։ Եվ մենք մեր երկրային կյանքում նույնպես հաճախ ներքին ցավ ենք ապրում, ներժված լինելու զգացումից, մեր ձավոր ընկերոջից, ծնողների կամ զավակի, կնոջ կամ ամուսնու կողմից։ Սակայն այս բոլոր դեպքերում մենք միշտ կամ գոնե մասամբ ինքներս էլ մեղավոր ենք լինում։ Բայց Հիսուսի եւ աշակերտների պարագայում ամեն ինչ այլ էր։ Քանի որ նա սիրելով աշխարհում իրեններին մինչև վերջ սիրեց նրանց։ Նա նրանց սիրեց մինչև վերջ, իսկ նրանք բոլորը թողեցին նրան։ Սակայն ամենամոտ երկրային ընկերների փախուստից էլ ավելի ծանր հանգամանք էր այն, որ Հիսուսը զրկվեց Հոր հետ այն մտերմությունից, որ իր ամբողջ երկրային կյանքի ընթացքում նրա սրտին բերում էր խորագույն ուրախություն։ Երբ Հիսուսը խաչի վրա աղաղակեց, վստահ եմ հիշում եք սա. Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Նա ցույց տվեց, որ վերջնականապես կտրված էր իր երկնային Հոր հետ այն հրաշալի հաղորդակցությունից, որը նրա ներքին ուժի անսպառ աղբյուրն էր եւ տխրություններով լի կյանքի մեջ նրա ամենամեծ ուրախությունը։ Եվ քանի որ Աստված սուրբ է եւ նրա աչքերին, ինչպես Ամբակումի մարգարեությունում է գրված, անթույլատրելի է նայել անօրենության, անթույլատրելի է նայել մեղքին, Քրիստոսը խաչի վրա կրելով մեր մեղքերը մնաց մենակ մեր մեղքերի դատաստանի տակ։ Հիսուսը մենակ մնաց միլիոնավոր մեղքերի մեղավորության այդ ծանրության տակ։ Սակայն նույնիսկ այս մենակությունը թողնված լինելու ցավը դեռ խաչի ամենախորը տառապանքը չէր։ Սա մեզ տանում է 4-րդ ցավի տեսակին, որը Հիսուսը կրեց խաչի վրա։ Դա Աստծո բարկության բեռն էր։ Այո, ամենամեծ տառապանքը, որը կրեց Հիսուսը, Աստծո բարկության բեռն էր, որը թափվեց նրա վրա։ Քանի որ Հիսուսը իր վրա վերցրեց մեր մեղքերի պատասխանատվությունը, Հայր Աստված Հիսուսի վրա թափեց իր բարկության ամբողջ սաստկությունը։ Հիսուսը դարձավ մեղքի հանդեպ Աստծո խոր ատելության եւ մեղքի համար վրեժ խնդրության ծարավի առարկան, որը Աստված համբերությամբ զսպել էր աշխարհի հիմնադրումից ի վեր։
Եվ հուսամ անցած քարոզից հիշում եք Հռոմեացիս 3-րդ գլուխ 25-րդ համարը, որտեղ Պողոս առաքյալն ասում է, որ Աստված Քրիստոսին ներկայացրեց որպես քավության զոհ։ Սա մի արտահայտություն է, որը նշանակում է զոհ, որը մինչև վերջ կրում է Աստծո բարկությունը։ Եվ այդ կերպ բարկությունը փոխակերպվում է ողորմության։ Պողոս առաքյալը Հռոմեացիս 3-րդ գլուխ 25-26-րդ համարներում ասում է, որ Աստված դա արեց իր արդարությունը ցույց տալու համար նախկինում գործված մեղքերի թողության մեջ։ Աստծո համբերության ժամանակ իր արդարությունը ցույց տալու համար ներկայիս ժամանակում, որպեսզի ինքը արդար լինի եւ արդարացնի Հիսուսին հավատացողին։ Համար Աստված պարզապես չներեց մեղքերը եւ չմոռացավ անցյալի սերունդների պատիժը։ Նա ներեց մեղքերը, բայց նաեւ զրկվեց իր արդար բարկությունը այդ մեղքերի հանդեպ։ Սակայն խաչի վրա այդ կուտակված բարկության ամբողջ սասկությունը թափվեց իր սեփական որդու վրա։ Եվ ասեմ, որ շատ ավետական աստվածաբաններ կան, որ վճռականորեն մերժում են այս տեսակետը, թե Հիսուսը իր վրա վերցրեց Աստծո բարկությունը մեղքերի համար։ Նրանց հիմնական փաստարկը գիտեք ինչն է։ Եվ ասում են, քանի որ Աստված սիրող Աստված է, ապա իր ստեղծած մարդկանց հանդեպ բարկության դրսևորումը, որոնց համար նա սիրող հայր է, անհամատեղելի կլիներ նրա բնավորության հետ։ Սակայն բարեկարգման աստվածաբանները համոզված են, որ Աստծո բարկության գաղափարը հստակ ներկայացված է թե հին, թե նոր կտակարաններում։ Եվ հենց Հռոմեացիներին ուղղված նամակի ներածական բաժնի հենց հիմնական դրույթն է, որ բոլոր մարդիկ, թե հեթանոսներ, թե հրեաներ, մեղավոր են։ Միայն մեղավոր են ոչ, այլ արժանի են Աստծո բարկությանն ու դատապարտությանը։ Այնպես որ մենք եւս մերժում ենք նման աստվածաբաններին, ովքեր մերժում են Հիսուսի իր վրա վերցնելու Աստծո բարկության տեսակետը։ Եվ ոչ միայն մերժում ենք, այլ քարոզում ենք հակառակը, հենվելով ոչ միայն Հռոմեացիս թղթի վրա, այլ նաև մյուս թղթերի եւ ողջ Աստվածաշնչի աստվածաբանության։ Օրինակ Հիսուսի մահը որպես քավություն հիշատակվում է նաև նոր կտակարանի 3 չափազանց կարևոր հատվածներում։ Եբրայեցիս 2:17 Ուստի պետք է որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ եւ հավատարիմ քահանապետ Աստծո առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը ինչ աներ, քավեր։ Առաջ Հովհաննես 2:2 Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, եւ ոչ միայն մեր, այլ նաեւ ամբողջ աշխարհի։ 4:10 համար։ Սրա մեջ է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Այս կարդացած հատվածներում գործածված այս հունարեն բառը, այս հիլասկոմայ, այսինքն քավություն անել, եւ գոյականը հիլազոմա, քավության զոհ, նշանակում են զոհ, որը հեռացնում է Աստծո բարկությունը, ինչի արդյունքում Աստված դառնում է ողորմած մեր հանդեպ։ Այս համարները նշանակում են միայն այն, որ Հիսուսը իր վրա վերցրեց Աստծո բարկության բեռը իմ եւ քո մեղքերի համար։ Եվ այս ամենը հաշվի առնելով մենք կարող ենք ավելի լավ հասկանալ Հիսուսի հուսահատ աղաղակը. Աստվածին, ինչու թողեցիր ինձ։ Վստահ եմ ճիշտ եք հասկանում։ Այս հարցը չի նշանակում ինչու թողեցիր ինձ հավիտյան։ Քանի որ Հիսուսը գիտեր, որ թողնում է այս աշխարհը եւ ուր է գնում։ Հոր մոտ։ Նա գիտեր, որ պիտի հարություն առնի։ Սակայն իր առաջ դրված ուրախության փոխարեն Հիսուսը համբերեց խաչը, անտեսելով ամոթը եւ նստեց Աստծո գահի աջ կողմում։ Հիսուսը գիտեր, որ դեռ կարող է Աստծուն կոչել Աստվածին։ Եվ թողնած լինելու այս աղաղակը հուսահատության անօգնական ճիչ չէր։ Ավելին, ինչու թողեցիր ինձ հարցը չի նշանակում, թե Հիսուսը չգիտեր ինչու է մահանում։ Նա ասել էր Մարկոս 10:45 համարում. Մարդու որդին չեկա, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի եւ իր կյանքը տա որպես փրկագին շատերի համար։ Դա համար Հիսուսը գիտեր, որ մահանում է մեր մեղքերի համար։ Հարց. Երբ տեսնում ես Հիսուսի մարմնի այդ տառապանքը, գիտակցում ես, որ այդ խաչը նախատեսված էր քեզ համար։ Երբ Հիսուսի ձեռքերը մեղվում էին խաչին, հասկանում ես, որ այդ մեղերը քո մեղքերի պատճառով էին։
Եթե Քրիստոսը այդքան տառապեց քեզ փրկելու համար, ապա այսօր դու ինչպես ես վերաբերվում քո մեղքին։ Ինչպես։ Երբ լսում ես, որ Քրիստոսը իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, հասկանում ես, որ այդ մեղքերի պարկի մեջ քոնն էլ է մտնում։ Դու երբևէ մտածել ես, որ այն մեղքը, որը դու այսօր թեթև ես համարում, դրվել է Քրիստոսի վրա։ Երբ Հիսուսը աղաղակեց Աստված իմ, ինչու թողեցիր ինձ, հասկանում ես, որ նա կրում էր այն դատաստանը, որին դու պիտի կրեիր եւ արժանանայիր։ Եթե Քրիստոսը մենակ մնաց խաչի վրա քեզ համար, դու ինչու ես երբեմն թողնում նրան քո կյանքում։ Արդյոք դու մոտենում ես նրան, որ քեզ համար մենակ մնաց խաչի վրա։ Երբ մտածում ես, որ Աստծո ամբողջ բարկությունը թափվեց Քրիստոսի վրա, հասկանում ես, թե ինչից ես փրկվել։ Եթե Քրիստոսը կրեց Աստծո բարկությունը քո փոխարեն, ապա դու ինչպես կարող ես անտարբեր ապրել նրա հանդեպ։ Քո կյանքը արդյոք ցույց է տալիս, որ դու գնահատում ես այն գինը, որը Հիսուս Քրիստոսը վճարեց քո փրկության համար։ Համար սիրելի եղբայրս եւ քույրս, այսօր այս ամենը սովորեցինք ոչ թե նրա համար, որ պարզապես խղճանք Հիսուսի կամ տխրենք նրա տառապանքների համար, այլ որ ավելի ճիշտ ըմբռնենք փրկագնման վարդապետության ամեն մանրամասնությունները։ Մենք սա սովորեցինք, որպեսզի ավելի լավ ճանաչենք մեր Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, ով հնազանդվեց մեր փոխարեն եւ տառապեց մեր փոխարեն։ Սա մեզ համար հրաշալի առիթ է մեծարելու Հիսուսին, ավելի շատ սիրելու Հիսուսին եւ խոնարհվելու Հիսուսի առաջ։ Ի վերջո մտածեք, ինչ է պետք մարդուն ուրախ լինելու համար, եթե ոչ այն, որ Հիսուսը Աստծո անմեղ եւ անբիծ գառը իր հնազանդությամբ եւ տառապանքով վաստակեց իմ եւ քո փրկությունը։ Սա այս աշխարհի ամենահիասքանչ լուրն է, ամենահզոր լուրն է։ Եվ այս լուրը ոչ թաքնված է, ոչ էլ կորցրել է իր հզորությունը։ Այսօր էլ այն նույն զորությունն ունի փրկելու մեղավորին։ Բայց հարցը այլևս սա չէ, դու լսել ես Հիսուսի մասին։ Հարցը սա է, դու ընդունել ես Հիսուսին որպես քո փրկիչ եւ Տեր։ Եթե դեռ չես ընդունել Աստվածաշնչի Հիսուսին, ապա այսօր մի հետաձգիր։ Շտապիր դեպի նա։ Շտապիր այնպես, ինչպես Զաքեոսը շտապեց դեպի Հիսուսը։ Շտապիր այնպես, ինչպես Անդրեասը շտապեց դեպի նրան։ Շտապիր այնպես, ինչպես կույր Բարթողեմեոսը աղաղակեց Հիսուսի անունը։ Շտապիր այնպես, ինչպես Սամարացի կինը վազեց պատմելու Հիսուսի մասին։ Շտապիր այնպես, ինչպես խաչի վրա եղած ավազակը վերջին պահին դիմեց Հիսուսին։ Մի սպասիր վաղվան, երբ այսօր կարող ես գալ դեպի Քրիստոս։ Ինչ գիտես, ով գիտի, արդյոք վաղվա օրը քեզ համար կլինի փրկության օր, թե դատաստանի օր։ Որովհետև նույն Հիսուսը, ով փրկության միակ աղբյուրն է, վերջին օրը լինելու է նաև արդար դատավոր։ Եթե մարդ մնա իր մեղքերի մեջ եւ կանգնի այդ արդար դատավորի առաջ, նրա համար այլևս փրկություն չի լինի, այլ կլինի միայն դատաստան եւ կնետվի դժոխք։ Այդ պատճառով այսօր է շնորհի օրը, այսօր է փրկության օրը։ Ուստի մի հետաձգիր, եկ դեպի Քրիստոս այսօր։ Իսկ եթե արդեն Քրիստոսի մեջ ես, շարունակիր կենտրոնանալ նրա վրա եւ ամեն օր ավելիով ճանաչիր Քրիստոսին, արմատներ գցիր Քրիստոսի ճանաչողության մեջ եւ հասիր նրա հասակի կատարյալ չափին։ Թող սա լինի իմ եւ քո կյանքի նպատակը։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթքով ավարտենք։ Բայց մինչ կավարտենք եւ կանցնենք աղոթքին, հայր եղբայր, խնդրում եմ հաջորդ սլայդը, եթե կարելի է։ Հիշեք սա, նախորդ քարոզի վարդապետական սահմանումներ։ Քանի որ մարդու խնդիրը մակերեսային չէ, ուշադիր լսեք, մարդու խնդիրը մակերեսային չէ, այլ ամբողջական, խորքային եւ բնածին, ապա այդ պատճառով մարդուն անհրաժեշտ է ոչ թե բարելավում, այլ Հիսուսով փրկագնում։ Մեր գլուխները խոնարհենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ոտքերի առջև։
Մեր երկնավոր Հայր, սրտանց քեզ փառք ենք տալիս եւ խոստովանում ենք, որ որքան մեծ ես դու, որքան հրաշալի ես դու, որքան մեծ են քո գործերը, որքան զարմանալի են։ Քո գործերը միշտ արդար են։ Եվ շատ ժամանակ Հայր մենք չենք կարողանում դա հասկանալ եւ ըմբռնել, բայց փառք ես Հայր քո փառահեղ փրկության ծրագրի համար։ Որ երբ մենք թավալվում էինք մեղքերի մեջ, պղծությունների մեջ, Հայր, դու անցյալ հավիտենությունում պատճառը քո մեջ լինելով, դու մեզ գտար, դու մեզ կանչեցիր, տվեցիր քո որդի Հիսուս Քրիստոսին, ով ունի աստվածային բնություն եւ էություն, փառք, պատիվ, գերազանցություն, ով երկնային այդ ճոխությունները թողեց, իջավ երկիր, մարմին առավ, ինձ եւ շատերի մեղքերի համար, խաչվեց, տառապեց, մտրակվեց, ինչպես այսօր լսեցինք, Հայր։ Մենք էինք արժան այդ թքակոծություններին, մենք էինք արժան այդ մտրակներին, մենք էինք արժան այդ ցավի տեսակներին։ Բայց դու մեր փոխարեն քո որդի Հիսուսին բարձրացրեցիր խաչի վրա, ով մեր փոխարեն ապրեց հնազանդ կյանք, ով մեր փոխարեն վաստակեց այդ հնազանդությունը, ով մեր փոխարեն վաստակեց արդարություն, եւ ոչ միայն վաստակեց, այլ մեզ հագցրեց այդ արդարության վերարկուն, եւ փառք ես, որ դու մեզ նայում ես ոչ թե մեղավորներ, այլ արդեն արդարացած քո ժառանգորդներ, եւ փառք ես, որ դու խոստացել ես, որ մենք շատ շուտով քեզ պիտի հանդիպենք եւ պիտի ծունկի գանք, ինչպես տեսնում ենք Հայտության գրքում, միանանք մեր քույրերին եւ եղբայրներին, քեզ մեծարենք եւ երգենք, որ միայն դու ես սուրբ եւ միայն դու ես պաշտելի։ Հայր, նաեւ մեր աղերսն է եւ նաեւ խոստովանում ենք, որ մենք օրվա մեջ շատ քիչ ժամանակ ենք տալիս ճանաչելու քո որդի Հիսուսին։ Մենք շատ այլ բաներով ենք զբաղված, Հայր, բայց օգտիր, որ մեր կյանքի նպատակը լինի Քրիստոսին խորապես ճանաչելը, տեսնելու նրա բնավորությունը, նմանվելու նրա բնավորությանը, տեսնելու, հիանալու նրա գեղեցկությամբ եւ հմայքով։ Օգտիր, որ տեսնենք նրա արդարության այդ ճոխությունը։ Աղոթում եմ իմ եւ քույրերիս, եղբայրներիս համար։ Օգտիր, որ մեր օրվա զբաղմունքները, Հայր, կարողանանք մենք փոխարինենք Աստվածաշնչով։ Թող այն լինի մեր կյանքի կերակուրը։ Մեզ միշտ սոված պահիր, Հայր, որ կարողանանք մանկան նման նորածին փափագենք այս անխարդախ կաթը, որը մեր սրտերին բերել է ուրախություն, մխիթարություն եւ հույս։ Աղոթում եմ քույրերիս, եղբայրներիս համար, ինձ համար, մեզ պահիր հերձվածող այն քարոզիչներից, ովքեր որ այսօր շատ են, լեփլեցուներ։ Պահիր մեզ, Հայր, որպեսզի չլինի, որ լսենք, դա մեր հոգիներին կործանում է բերում, Հայր։ Շատերը Հիսուսի անունը տալիս են, բայց նրանք Հիսուսին թշնամի են, նրանք չեն քարոզում Աստվածաշնչի Հիսուսին, նազովրեցի Հիսուսին չեն քարոզում։ Համար օգտիր, որ լավ ճանաչենք Հիսուսին եւ կարողանանք զանազանել հերձվածողներին եւ հերետիկոսներին, Հայր։ Աղոթում եմ Հայկ եղբոր համար, Դավիթ եղբոր համար, ինձ համար եւ ովքեր որ հետագայում այստեղից պիտի քարոզեն։ Նրանց քո իմաստությամբ լցրու, մեր Տեր ու Փրկիչ, որ միշտ քարոզեն ավետարանը, քարոզեն ավետանի վարդապետություններն ու ճշմարտությունները։ Օգտիր, որ ամուր պահենք այն, ինչ որ սովորում ենք քո խոսքից։ Մենք քեզ ենք հանձնվում, մենք քեզ սիրում ենք եւ նաեւ խոստովանում ենք, որ սպասում ենք քեզ։ Եվ մենք գիտենք, որ դու շուտով պիտի գաս, դու խոստացել ես, դու անսուտն Աստված ես։ Օգնիր, որ այս հույսը մեզ մխիթարի, քաջալերի, կարողանանք ապրել այնպիսի կյանք, որը որ քեզ պատիվ կբերի։ Եվ մինչև քո գալը կարտացոլենք քո որդի Հիսուս Քրիստոսի չքնաղ բնավորությունը։ Հետագա ժամերի մեջ քեզ ենք հանձնվում եւ ինչ էլ որ անենք, Հայր, օգնիր, որ անենք քո անվան եւ քո փառքի համար, որովհետեւ ամեն ինչ քեզանից, քեզանով եւ միմիայն քեզ համար է։ Աղոթեցինք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հիմա եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։